Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, շատ ուրախ եմ, որ կրկին իմ ալիքում եք։ Այսօր ես կխոսեմ Հին Հայաստանի մի հետաքրքիր եւ կարեւոր պատմական իրադարձության մասին, բայց մինչ անցնենք մեր վիդեոին, փոքրացրեք վիդեոն, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին եւ նկարագրության բաժնում կգտնեք իմ Instagram-յան, Facebook-յան եւ TikTok-յան ալիքները։ Մտեք, բաժանորդագրվեք, որպեսզի իմանաք, թե ձեզ ինչ վիդեո է սպասվում հետագայում։ Հուսամ բաժանորդագրվեցիք, հիմա նոր անցանք մեր վիդեոին, բոլորը ցանկանում եմ բարի դիտում։ Ինչպես դարձավ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունը։ Մոտ 1700 տարի առաջ Հայաստանը մի մեծ ու ուժեղ թագավորություն էր։ Այդ ժամանակ թագավորում էր Տրթատ Գ թագավորը։ Նա սկզբում քրիստոնյաներին չէր սիրում եւ նույնիսկ նրանց հետապնդում էր։ Այդ ժամանակ Հայաստանում ապրում էր մի մարդ, Գրիգոր Լուսավորիչ անունով։ Նա քրիստոնյա էր եւ քարոզում էր նոր հավատը։ Երբ թագավորը իմացավ այդ մասին, նա հրամայեց նրան բանտարկել։ Գրիգոր Լուսավորիչը բանտարկվեց խորը փոսի մեջ, որը հայտնի է որպես խոր վիրակ։ Ըստ ավանդության նա այնտեղ մնաց մոտ 13 տարի։ Այդ ընթացքում նրան գաղտնի ուտելիք էր բերում մի բարի կին, որպեսզի նա չմահանա։ Մի քանի տարի անց թագավոր Տրթատ Գ ծանր հիվանդացավ։ Ոչ մի բժիշկ չէր կարողանում նրան բուժել։ Այդ ժամանակ մարդկանցից մեկը հիշեց, որ փոսում կա մի մարդ Գրիգոր անունով, որը շատ հավատացյալ էր եւ գուցե կարողանար օգնել։ Գրիգոր Լուսավորիչին դուրս բերեցին փոսից։ Նա աղոթեց եւ ըստ պատմության թագավորը բուժվեց։ Այդ դեպքից հետո թագավորը փոխեց իր կարծիքը քրիստոնեության մասին։ 301 թվականին նա հայտարարեց, որ Հայաստանը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այդպիսով Հայաստանը դարձավ աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը։ Այդ ժամանակ նաև սկսեցին կառուցվել եկեղեցիներ։ Առաջին մեծ եկեղեցիներից մեկը կառուցվեց Էշմիածնի Մայր տաճարը, որը մինչ այսօր համարվում է հայկական եկեղեցու կենտրոնը։ Այս պատմությունը շատ կարևոր է հայ ժողովրդի համար, որովհետև այն ցույց է տալիս, թե ինչպես փոխվեց ամբողջ երկրի հավատքն ու մշակույթը։